Մեսին վերադարձավ սպիտակ տուն, բայց կարծես էլ չի վերադառնա Camp Nou, ինչպես Խուան Լապորտան քար գցեց նրա բախտի վրա, ինչպես ֆուտբոլային դաշտերը վերածվեցին արյան գետերի, հարցեր, որոնց պատասխանները կստանաք երկրի թիվ 1, չէ, թիվ 2 թոք-շոուի ընթացքում։ Իտալական ֆուտբոլը իհարկե հոգեվարքի մեջ է, բայց Միլանյան դերբին միշտ ուշադրության կենտրոնում է լինում, հատկապես երբ Հենոն մեկնարկային կազմում է։ Մարդ չի հասկանում, ոնց կարելի է Մխիթարյանի այս պասը հարամ անել, այ Դի Մարկո։ Մխիթարյանն էլ աչքեր դրել Բենյանի դոշերին։ Ինչ ասում է։ Ախպեր, ես չեմ հասկանում, ոնց կարելի էր այս անցումից հետո խփել ուղիղ դոշին, արա գոնե մի քիչ ուժեղ խփեր, որ ցավար, չէ, հայատար գրառումները մի քիչ շատ էր, Պերեդոզը աչքիս։ Բայց ամենավատը եղավ հենց այս դրվագից անմիջապես հետո, Միլանը վերցրեց գնդակն ու գնաց խփեց խաղի միակ գոլը։ Բա հետո ինչ։ Պաշտպանվել։ Բայց Լուկա Մոդրիչը իրենց նվազագույն հաշվով հաղթանակը ուրիշ բանի հետ էր կապում։ Շնորհակալ եմ իմ կապիտանին, որ ներկա գտնվեց, նա մեզ լիքը ուժ տվեց։ Այո, Ռամոսի տեղափոխությունը Միլան գուցե չստացվեց, բայց զատո ձիաուժա, որ զարգացնում է։ Անգամ այս ձին աշխարհի չեմպիոնա դարձել, իսկ Ռոնալդուն շարունակում է ապակինվել վնասվածքից։ Արա ես քեզ չեմ ասել Ռոնալդոյի մասին չենք խոսում, տղեն պատերազմի մեջ է։ Վերադառնանք Միլան ու ընդգծենք, որ Միլանի հաղթանակով Իտալիայում չեմպիոնական պայքարը, չեմպիոնական ինտրիգը վերադառնում է, որովհետև կապույտի եւ կարմիրի միջև 7 երանգ մնաց։ Ինչ ես խոսում։ Մեր հետևորդները ինձ հասկացան, չէ՞։ Բարսայի ֆաներ, բայց դուք հանկարծ աչքով չտաք, քանի որ կատալոնական թիմը իսկապես բարձրանում է մի ուրիշ մակարդակի վրա, մասնավորապես Յամալը, որը Լա Լիգայի վերջին խաղում կրկին հաղթանակ ապահովեց իր թիմի համար շատ բարդ դասավորվող խաղում։ Ատլետիկ Բիլբաոյին վերջին ժամանակներում հաղթում էր անգամ մեր հայաթի թիմը, բայց Բարսայի հետ նրանք արժանի դիմադրություն ցույց տվեցին։ Միայն Յամալին չկարողացան պահել մինչև վերջ, որը գեղեցիկ ու արդյունավետ գոլի հեղինակ դարձավ։ Յամալի հետ կապված հետաքրքիր փաստ կա հերոսների բաժնում, անպայման կնայեք։ Իսկ կատալոնական ակումբում այնքան անհոգ ու ուրախ վիճակ է, որ երեխեքով այսենց խաղեր են խաղում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Յամալը այս մրցաշրջանում լավագույններից է։ Իսկ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ձեզնից շատերը, գրեթե 75%-ը նայում է առանց բաժանորդագրվելու։ Դա արդար չի, ընկերներ։ Հազար եմ ասել, աշխարհում արդարություն չկա։ Կա, չէ՞։ Լավ, հիմա ծանոթացեք առաջիկա խաղերին, որից հետո ոչ ֆուտբոլային կռիվներ են, Յամալի շորտիկը վաճառվում է 100,000 եվրոյով եւ Մեսին գնում է սպիտակ տուն։ Չեմպիոնների լիգայի իսկական փլեյօֆը սկսում է մարտի 10-ին Գալաթասարայ Լիվերպուլ խաղով։ Դրանից 2 ժամ հետո կհանդիպեն Ատալանտա Բավարիա, Ատլետիկո Տոտենհեմ, Նյուքասլ Բարսելոնա, Բայեր Արսենալ զույգերը։ Եվս 24 ժամ ու Բուդիո Գլիմտը կընդունի Սպորտինգին, Պարի Սեն-Ժերմենը Չելսիին, Ռեալը Սիթիին։ Հետաքրքիր կլինի նաև Եվրոպա լիգայի Բոլոնիա, Ռոմա, կոնֆերենցիաների լիգայում էլ AZ Alkmaar, Սպարտա Պրահա խաղերը։ Խուան Լապորտային որպես հակահերոս հանրայնացրեց Չավի Հերնանդեսը։ Չէիք սպասում, չէ՞։ Դե բռնվեք, հատկապես դուք Բարսայի ֆաներ։ Nou Camp-ի վերակառուցումը 10 տարի էլ չեն վերջացնելու։ Ուր էր թե տենց բան ասած լիներ։ Կատալոնական ակումբի լեգենդն ու նախկին մարզիչը հարցազրույցի ժամանակ այնպիսի բաներ է ասել, որոնք եթե 100%-ով իրականություն են, ապա Լապորտային կարելի է ուղարկել Բաքու կալյան ծխելու։ Ցմահ։ Աշխարհի առաջնությունից հետո ամեն ինչ պատրաստ էր, որ Լեոն վերադառնա։ Ես անընդհատ կապի մեջ էի նրա հետ, բայց հետո Լապորտան ամեն ինչ փչացրեց։ Ըստ Չավիի, Լապորտան ասել է, որ հանկարծ եթե Լեոն վերադառնա Բարսելոնա, իր հետույքը ճղելու է։
տենց չի ասել։ Գիտեմ, ուղղակի այս պատմության մեջ այդ ձևակերպումը ավելի տեղին է։ Նա ասաց, եթե Մեսսին վերադառնա, ապա իր դեմ պատերազմ է սկսելու ու դադարեցրեց բոլոր բանակցությունները, իսկ Մեսսին կտրեց կապը ինձ հետ։ Գոլի հոդվածում չի նշվում, թե ինչու այդ փոքր մարմինով, ակնհայտ փոքր մարմինով մարդը պետքա պատերազմ սկսեր, մնում է ենթադրել։ Իսկ քո կարծիքը, գուցե ուզում է Բարսայի նախագահ դառնա։ Դե ինչ ես խոսում։ Մեկ էլ տեսար։ Իսկ իմ կարծիքով դա կարող է կապված լինել արգենտինացու շատ անսպասելի հեռանալով Բարսելոնայից։ Գուցե նա այնպիսի բաներ գիտի, որոնց բացահայտման դեպքում Լապորտան միանգամից կնիհարի։ Չավին նաև նշում էր, որ կանաչ լույս են ունեցել անձամբ Լա Լիգայից, նրանք համաձայնել են, որ գրանցեն Լեոին։ Այսքանից հետո մնում է Լապորտային միայն ցավակցել ու ասել օղորմի։ Էն էլ ընտրություններից առաջ արա։ Հա, ու այստեղ անգամ ամենակարող պերաշկին չի օգնի։ Մի րոպե, այո։ Հասկացա։ Ինձ հենց նոր հայտնեցին, որ Խուան Լապորտան պատասխանել է Չավիի հարցազրույցին։ Նա ուղղակի նախանձում է Ֆլիկին, քանի որ ինքը նույն ֆուտբոլիստներով չէր կարողանում հաղթել, իսկ Ֆլիկը հաղթում է։ Դե ինչ, այսքանից հետո մնում է ենթադրել, որ Չավին աշխատում է, որ Լապորտային հանի նախագահի աթոռից։ Դա իմ կարծիքն է։ Իսկ ձերը։ Բայց տխուր թեմաներից չենք կարա վազն անցնենք, բայց ամեն դեպքում Մեսսիի հետ կապված կան նորություններ, բայց որպես բոնուս։ Բայց դա ուրախավոր։ Ես իմ։ Հիմա բոլոր նյարդերից թույլ հետևորդներին կխնդրեմ առաջ անցնել այս հատվածը, որովհետև ձեր առողջության մասին ես մտածում եմ։ Գլոբ դու էլ հանկարծ չնայես։ Դու պետք է առյուծների հետ մեր կռիվները տենայիր, ես ինչ է իմ համար։ Դու գիտես։ Շոտլանդական Ռեյնջերսի եւ Սելտիկի թշնամական հակամարտությունը հայտնի է բոլորին, բայց այս անգամ երկրպագուներն անցան բոլոր սահմանները։ Շոտլանդիայի գավաթի քառորդ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ Սելտիկը հաղթեց ու շարունակում էր պայքարը։ Խաղն ավարտվեց, բայց ոչ երկրպագուների համար։ Սելտիկի երկրպագուները ծաղրում էին մրցակցին, արդյունքում մասսայական արգարկություններ ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս։ Որոշները նույնիսկ արյան մեջ էին կորել։ Մեկնաբանը ուղիղ եթերում այս ամենը անվանել է ամոթալի ու խայտառակ, բայց եթե ծուռ եթեր լիներ, մի իսրտե հաստատ կքրվեր։ Հետո էլ մեզ են ասում հետամնաց, սրանք լրիվ քարեդարից են, այն ստյուարդներն ու ոստիկանները եթե չլինեին, սրանք իրար կսպանեին։ Ինչ կա։ Մի հատ կանչ գրանցեք, խնդրում եմ, արագ։ 21 տարեկան ընձուղտա։ Ինչ։ Մեքենայի մեջ չի տեղավոր։ Ինքը ծալովի է, կտեղավորենք շուտ եկեք։ Լավա տարան, թե չէ այսպի պատմությունն էլ որ տեսներ, հաստատ կկորցնեի գործընկերոջս, որովհետև այս անգամ գործին խառնվում է անձամբ Հալկը։ Երբևէ լսել եք, որ մեկ խաղի ընթացքում 23 հոգի կարմիր քարտ ստանա։ Դե լսեք։ Բրազիլական Կոմպեոնատո Մինեյրոյի եզրափակչում խաղում էին Կրուզեյրոնը եւ Ատլետիկո Մինեյրոն։ Կրուզեյրոն հաղթում էր 1-0 հաշվով, ինչը դուր չէր գալիս Հալկին ու թիմակիցներին, թե բա արա եկել եք մեր անվան եզրափակչում հաղթում եք, եկեք ստե։ Չէ, սենց հեչ լավ չի, էքսպրեսիա է ուզվում, գիրք, որ ավելի պատկերավոր լինի։ Հանդուրժող եղեք, կառավարեք ձեր էմոցիաները, որ ավելորդ խնդիրների մեջ չընկնեք, ինչպես օրինակ Հալկը, տեսեք ինչ հավասարակշռված է խոսում այդ կռվից անմիջապես հետո։ Մենք պատասխանատու ենք մեր հեղինակության համար, սա շատ վատ օրինակ է։ Նույն Հալկը խաղի ժամանակ։ Աշխարհի ամենաերիտասարդ ֆուտբոլիստ Կազույոշի Միուրան շարունակում է պրոֆեսիոնալ մակարդակում ֆուտբոլ խաղալ 59 տարեկան հասակում։ Նա մեր պատվավոր հերոսն է։ Լամին Յամալը անուղղակի կարող է հարստացնել մի գերմանական ընտանիքի, որը
ժամանակին շատ հեռուն է նայել։ Քյոլնից այս հերու տղենը ձեռք են բերել Յամալի նորամուտի հագած շորտերը, որ պատրաստվում են վաճառել ոչ պակաս քան 100,000 եվրոյով։ Հեռատեսությունը միշտ հարստացրել է մարդկանց, այնպես որ աշխատեք միշտ հեռուն նայել ու հաջողությունը կթակի ձեր դուռը։ Մեր գլխավոր հերոսը Ֆեդե Վալվերդեն է, Ռեալի ինչ որտեղ դժգույն խաղի պատճառով Ուրուգվայցու խաղը ըստ արժանվուն չի գնահատվում, բայց վերջին խաղերում նա լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Գոլային փոխանցումներ է անում, կատարում է մեծ ծավալի աշխատանք, գոլեր է խփում։ Սելտայի հետ խաղում հենց նրա գոլը վերջին վայրկյաններին եղավ հաղթական Ռեալի համար ու փրկեց վերջնական խայտառակվելուց։ Հիշում եք այն ճաշկերույթը, որը տրվել էր Սպիտակ տանը առանց բորշի։ Այնտեղ էր նաև Ռոնալդուն, որի երազանքը 1000 գոլի սահմանը հատելուց հետո Թրամփին տեսնելը վերջապես իրականացավ։ Ու հիշեք, որ դա զուտ քաղաքական միջոցառում էր։ Եվ այսպես մի քանի օր առաջ Մեսին իր Ինտեր Մայամիի հետ նույնպես այնտեղ էր, բայց սեղան չէին փռել, քանի որ Մեսիին սված չէին։ Ինտեր Մայամին մեծարվում էր ամենաբարձր մակարդակով չեմպիոն դառնալու առթիվ, բայց Մեսին իրեն վատ էր զգում։ Սենց ամեն ասացին գլխով էր անում, քանի որ չէր հասկանում, թե ինչ է ասում Թրամփ հոպարը ու ափսոսում, որ լիքը ժամանակ է կորցրել այնինչ կարող էր սովորել անգլերեն, լրիվ գլոբ վիճակ։ Hey man, I'm already here. Be careful. Օր այս եկել ես։ Ո՞նց ես։ Որ ասում էի մինայի։ Դրանից չէր։ Ընձուղտած ալերգիա մոտս։ Լավ, վերադառնանք Սպիտակ տուն, որտեղ մի ամբողջ Ինտեր Մայամի շարվել էր բիձու հետևն ու լսում էր։ Ես երեք ասում ա պապ, գիտես ով ա լինելու ձեր մոտ։ Ասում եմ ով։ Ասում ա Մեսին, պապ։ Ինքը գժվում ա քո համար։ Լրիվ նույնն էր ասում նաև Ռոնիի մասին։ Տղեն չի կողմնորոշվում, թե ում սիրի է։ Լրիվ սիրային եռանկյունի։ Ռոնալդուին էլ ա սիրում։ Հալավ պարզա, խմբակային սերա։ Հետո եկավ Պոլե Չուդես պահը։ Պրիզ ստուդիո։ Ինտեր Մայամի սեփականատիրոջ ճակատը Թրամփի ներկայությունից էր փայլում, թե ուղակի քրտնել էր։ Բա Բեքեմը ուր է։ Բեքեմը շատ խառն է ու անընդհատ սպասում է, որ իր վրա մահափորձ է լինելու, դրա համար շատ ուժեղ անվտանգություն է ապահովել։ David, how are you, David? It's good to see you in Paris. Ready for the show tomorrow? Իսկ Մեսին այդ ընթացքում Սպիտակ տանը ոչինչ չէր հասկանում, բայց խաղընկերները շատ լավ էին հասկանում ամեն ինչ։ Ես տեսել եմ Պելեին Ամերիկայում խաղալուց։ Ո՞վ ավելի լավը, նա թե Պելեն։ Մի խոսքով Թրամփ հոպարը Մեսիին էլ դիլխոր չթողեց, միայն թե ասում են այդ միջոցառման ընթացքում էլի քաղաքական թեմաներ են շոշափվել, որը իմ կողմից, մեր կողմից չեմ ուզում, որ շոշափվի, միայն թե հուսանք, որ այդ ամենը նրանց վրա ազդեցություն չի ունենա, իսկ դուք գնահատելով մեր աշխատանքը կբաժանորդագրվեք, որ ավելի ուժեղանանք։